Պարոն Ղալումյան, դուք այն 13 պատգամավորներից եք, որ ապահովեցիք Արամ Վարդևանյանի ընտրվելու քվեները, ինչպես որոշեցիք, որ դուք պետք է կողմ քվեարկեք պարոն Վարդևանյանին։ Մեր մեջ տարբերություն չկա 13 ընտրության մասնակցած պատգամավորների եւ չմասնակցած 51-ի միջեւ։ Քանի որ որոշել ենք մինիմալ ձայների թվով ապահովենք, հենց դրա պատճառով հաշվել ենք եւ 13-ով մասնակցել։ Դուք Նիկոլ Փաշինյանի հետ այսինքն համաձայն չեք, որ նա ասում է այս ուժը 100%-ով կեղծիքներով ընտրված ուժ է եւ դուք կեղծիքներով ընտրված ըստ Նիկոլ Փաշինյանի կեղծիքներով ընտրված ուժի ներկայացուցչին ընտրեցիք ազգային ժողովի փոխնախագահ։ Ազգային ժողովի փոխնախագահի 3-րդ տեղակալի, նախագահի 3-րդ տեղակալի պաշտոնը դա անդիմությանն է եւ մենք փորձել ենք արագ այդ տեղում մարդ ընտրել եւ անցնել բնականon աշխատանքների։ Դուք եք ձեր ուժն, ձեր լիդերն է հայտարարել, որ այս ուժը 100%-ով ժողովը պետք է աշխատի, մենք որոշել ենք նման ձևով առաջ գնալ։ Եվ պետք է Նիկոլ Փաշինյանի ասած 100% կեղծիքներով ընտրված ուժի ներկայացուցչին ընտրեիք, որպեսզի ազգային ժողովը աշխատեր։ Եթե ազգային ժողովի ընդդիմությունը ընտրվեր նույնիսկ 1% ձայներով, նրանք պետք է ունենային 33% մասնակցություն, որը եւ նախատեսում է, որ 3-րդ փոխնախագահի գոյությունը։ Բայց այստեղ արդյոք ՔՊ-ի վարչապետի, այս հայտարարություններում չկա անհասկացվածություն, որովհետեւ մեկ ասում եք, որ իրենք ընտրակեղծիքներով են ընտրված, մեկ ասում եք արեք իրար հետ համագործակցենք։ Սա հասարակության մոտ չի ընկալվում։ Ոչ մեկին համագործակցության կոչ չեն կալում։ Պարոն Ռուբինյանն է առաջարկել եւ Պարոն Ռուբինյանն առաջարկել է ոչ թե համագործակցություն, այլ ասես լա աշխատենք, եկեք։ Դա է համագործակցության տեսք։ Հարգանքով աշխատենք եւ մենք կարծում ենք, որ 9-րդ գումարման ազգային ժողով պետք է հնարավորինս արագ անցնի իր օրակարգային մյուս հարցերի քննարկմանը։ Ձեզ համար ընտրակեղծիքներով ընտրված է այս ուժը, թե ոչ։ Այո։ Եվ ինչպես ընտրեցիք պարոն Վարդևանյանին։ Ընտրեցինք 12 թե 13 ձայն տվեցինք, պարոն Վարդևանյանը 53 ձայնով ընտրվեց փոխնախագահ։ Դուք ընտրակեղծիկ եք համարում, ընտրակեղծարար եք համարում իրենց, պաշտոնների համար ընտրում եք։ Սա հասարակության մոտ չի հասկացվում։ Դուք ինչպես կմեկնեք, ինչ բարձաբանում ունեք ձեզ քննադատողներին։ Իմ բարձաբանում եւ եւս մեկ անգամ ես ուզում եմ կրկնեմ, որ ազգային ժողովի նախագահի 3-րդ փոխնախագահի պաշտոնը ըստ սահմանադրության պատկանում է ընդդիմությանը։ Եթե ընդդիմությունը ազնիվ արդար ընտրությունների ժամանակ նույնիսկ հավաքեր 1-2% ձայն, իրանք այդ մանդատը ունենալու էին եւ մենք հնարավորինս շուտ ընտրեցինք եւ անցանք հաջորդ հանձնաժողովի նախագահների ընտրությանը։